Իսկ այդքանը միայնակ ոնց էիր անում։ Գիտես ինչն էր ամենադժվարը, թե ծնողներիս հետ էի ապրում։ Այդ ժամանակ 50, 100, 200 գրամով էի ապրանք վերցնում։ Հետո շրջանառությունը շատ մեծացավ ու կիլոներով էի ստանում։ Դու պատկերացնում ես մի կիլո խոտը ինչ հոտ կգցի սենյակումս։ Դե հա, մեր մեջ ասած շան հոտ էր գալու։ Տենում ես։ Բա հետո ինչ արեցիր։ Սկզբում որոշեցի մի հատ փոքր գարաժ վերցնեմ, սկսեցի հենց տեղ էլ պահել ապրանքը։ Կշռում էի տեղ, փաթեթավորում, բա մի խոսքով սաղը տեղ։ Հետո սկսվեցին հարևաններիս կասկածոտ տենց հայացքները։ Հիմա որ նայում եմ, որ մի նորմալ մարդը ամեն օր մտնի գարաժ, ներսում ժամերով մնա ու կասկած չառաջացնի։ Բացի այդ զգացի, որ ինչ-որ շատ եմ տենց քողարկվում։ Կապիշոններով, գլխարկով, մուկ ակնոցներով, բան։ Լրիվ եկեք ինձ տարեք, էլի։ Հա, չէ։ Հետո ոճս փոխեցի, չէ, սկսեցի ավելի հետաքրքիր հագնվել։ Ձեռքիս էլ որ գումար կար, չէի խնայում։